Փառք Տիրոջը, եղբայրներ, քույրեր, շնորհակալ ենք Տիրոջից իր կենթանի ներկայության համար։ Շնորհակալ ենք նաև բոլոր ներկաների համար, առաջի անգամ եկողների համար, նոր հոգիների համար, որ Աստված դուր բացարեց, այսօր էլ մեկ ամիս էլ մեզի պահեց, բերեց իր սրբարանը, Տիրոջ ներկայությունը կա։ Սիրելի ներկաներ, դա ավետարանն ասում, որ այոյա եւ ամենա, դա անհերքելի ճշմարտություն է։ Աստծո որդին ներկա է այս վայրի մեջ։ Հավատանք թե չէ, նա իր խոսքի համաձայն էս վայրում է, բայց Երանի ինչպես եղբայրը ասեց, այո հավատանք, որ այսօր բաժին ունի Տերը մեզ համար պատրաստած, համաձայն եք թե չէ։ Ամեն մեկիս համար անհատական բաժին ունի պատրաստած։ Երանի են Աստծո զավակին, ով եկել է հավատքով, անձամբ առնելու Տիրոջից։ Միած սրտանց ասենք փառք ես Տեր Հիսուս։ Նա արժանի է փառքերի, նա արժանի է, եղբայրներ, քույրեր։ Հիմա ինչ իրավիճակով որ եկել ես, ուզում եմ ավետարանով մի հատ մեր հայացքը կտրենք մեր վիճակներից եւ ուղղենք դեպի Տեր Հիսուսին, որտեվ համար եմ կարդալու եւ նորից աղոթքով գալու ենք Տիրոջ առաջ։ Հիմա ամեն մեկիս կյանքում մի խնդրեմ, մի դժվարություն, մի հիվանդություն կա։ Եվ բնական է, բժշկության պաշտամունք եկել ենք Տիրոջից առնելու ողորմություն, այդ հավատքով ենք եկել։ Բայց հիմա ավետարանով մի բան եմ ուզում հայտարարեմ, որ ամեն մեկս հավատքով ընդունենք, եղբայրներ, քույրեր։ Շատ անգամ մեր հիվանդությունը, եղած իրավիճակը հուշում է մեզ ասելով, վերջնական եկել եմ քո կյանքի մեջ, եկել եմ թագավորեմ, եկել եմ արդեն քո կյանքում, որ քեզ դեպի մահվան տանեմ, եւ իրավիճակի վրա ուզում է Տերը ինքը դառնա, խնդրում եմ ուշադիր լսեք։ Հիմա մի հայտարարություն ավետարանով պիտի անեմ, որին այո ամեն ենք ասելու բոլորս, եւ ունենալու ենք բժշկություն, հոգեվոր բժշկություն։ Գալիս է հիվանդությունը, ի հայտ է գալի իրավիճակը, ինչ ուզում է լինի, հիմա ինչ ձևով, ինչ վիճակով որ եկել եմ ես, եկել ես դու։ Ուզում է իրավիճակը եւ երևույթը եւ հիվանդությունը ասի, որ ես եմ Տերը քո կյանքում, արդեն եկել եմ, իրավիճակը եւ երևույթը։ Նաեւ մի բան էլ է հուշում, ես եմ թագավորը արդեն քո կյանքում, փոխաբերական հասկանում եք միտքը, արդեն եկել եմ ես, արդեն բժիշկն էլ հաստատել է, արդեն ելք չկա։ Հարյուրավորներն են այդ հիվանդությունով գնացել, հազարավորներն են այդ իրավիճակի առաջ խոնարհվել, բայց հիմա հայտարարություն անում ավետարանը, հիվանդությունը եւ իրավիճակը չի Տերը, հիվանդությունը եւ իրավիճակը չի թագավորը, հապա Տերերի Տերը եւ թագավորների թագավորը Տեր Հիսուս Քրիստոսն է, ասենք փառք ես Տեր։ Հիմա մերժենք, հավատքով մերժենք, իմ եւ քո եղած վիճակը ոչինչ է բժիշկների բժշկի առաջ, Տերերի Տիրոջ առաջ եւ թագավորների թագավորի առաջ, ներսդ հիմա փառավորի Տիրոջը, փառավորի համար եմ կարդում հիմա, միասին պետք է աղոթքով հեսա պատրաստվում ենք գանք Տիրոջ առաջ, Հովանու ավետարան 6:29 Սա հայտարարություն պետք է լինի իմ եւ քո կյանքի մեջ, սա դավանանք պետք է լինի իմ եւ քո կյանքի մեջ, ուշադիր լսում ենք, Հովանու ավետարան 6-րդ գլուխ 29 խոսք, պատասխան տվավ Հիսուս, ու սավ անոնց, այս է Աստծո գործը, որանոր ղրկածին հավատանք, ասենք փառք ես Տեր Աստված։ Աշակերտները մոտեցել են ու ասում են, այն ատենը սինանոր 28 խոսքը, ինչ ունենք, որպեսի Աստծո գործերը գործենք, բայց Տեր Հիսուսի հայտարարությունը, եղբայրներ, քույրեր, պատասխան տվավ Հիսուս ու սավ անոնց, այս է Աստծո գործը, որանոր ղրկածին հավատանք։ Մարդը իր երկրավոր կյանքի մեջ մեկ պրոբլեմ ունի, եղբայրներ, քույրեր, լսում եք, Դավետարանն ասում, ես չեմ ասում, երկու պրոբլեմ չկա մարդու կյանքում, պրոբլեմը մեկ հատ է, եւ այդ պրոբլեմը դա է, որ մարդը պիտի հավատա, որ Հիսուսը Քրիստոսն է Աստծո որդին, ինչի է դա,
ամենամեծ պրոբլեմը եւ միակ պրոբլեմը ինչի է դա, որովհետեւ անոր մեջ բնակվում է աստվածային բոլոր լեցունությունը, ասենք փառքեստեր, այդ լեցունության մեջ կա ազատագրություն, այդ լեցունության մեջ կա բժշկություն, կա իմ եւ քո հոգսի լուծում եւ կա հավիտենություն, այդ անվան մեջ զորություն կա։ Եղբայրներ, քույրեր, հաջորդ համարն եմ կարդում, որ գործ կառաքելոցի մեջ տեղի ունեցավ այդ ձևի բան, Պողոսին եւ Շիղային դրել են բանտի մեջ, կարդում եմ Գործ կառաքելոց 16:25-ից, կես գիշերին Պողոսն ու Շիղան աղոթք կնեին, զաստված կորթնեին, բանտարկյալներն ալանոնց մտիկ կնեին, հանկարծակի մեջ շարժ եղավ, այնպես որ բանտի հիմերը սասանեցան, լսում եք, այսօր սա այս վայրի մեջ կարող է կատարվել փոխաբերական իմաստով, համաձայն եք թե չէ։ Իմ եւ քո կարիքը, որը մեզ բերել այստեղ, դա հիվանդություն կլինի, թե ինչ վիճակներ, դրանք բանտեր են մեր կյանքի մեջ։ Համաձայն եք փոխաբերական իմաստով, դրանք բանտեր են, բայց չի գրած բանտի մեջ, Պողոսն ու Շիղան չի գրած, աղոթում էին ու խնդրում Տեր ազատի բանտից, ազատի բանտից, ազատի բանտից։ Շատ ոչ ճիշտ աղոթքներ է հնչում իմ եւ քո կյանքի մեջ, եղբայրներ, քույրեր, շատ անգամ սա օգնում է ավետարանը մեզ, փորձիր ամենածանր վիճակի մեջ, ասա ես փառավորում եմ քեզ, եկեք հիմա տենց ասենք, շատ ծանր վիճակներ կա, եղբայրազանգի ասեմ, մաման չարվորակ արդեն դիակնոզը տված է, իմաստեղ է ինքը, մեկ ուրիշը զանգել ամուսնու համար, գլխուղեղի հետ կապված չարվորակ, ինչ իրավիճակ որ կա, չեմ ուզում նշեմ, ժամանակը թանկ է, ուզում եմ հեսա աղոթքի ենք պատրաստվում, այդ բոլոր իմ եւ քո եղած վիճակը, որը մեզ բերել աստեղ, հիմա ընդունի փոխաբերական իմաստով, որ դրանք այդ բանտերն են, որը Պողոսն ու Շիղան այդ բանտի մեջ էին։ Հիմա ուշադիր հետևում ենք, ինչ արեցին, ելքը որն է մեր իրավիճակից եւ բանտից դուրս գալու։ Ասում է բանտի մեջ Աստծուն օրհնում էին ու բանտարկյալներն ալ անոնց մտիկ կնեին, հավատքով ընդունի հիմա։ Եվ հանկարծակի մեջ շարժ եղավ, կարա լինի այդ շարժը այսօր, թե չէ, պես որ բանտի հիմերը սասանեցան, համաձայն եք, բոլոր այդ բանտարկված մտքեր, ճնշված, ներգործություններ, մտքերի տարափներ, նվաղեցրել է, սատանան հիմա շատերին նկուն արե, ջախջախել է մինչև վերջի կետը, բանտերի հիմերը սասանեցան, անմիջապես բոլոր դռները բացվեցան, տեսակ, փակված էր, չէ, դռները փակված է, հիվանդությունը սա է, էպիկրիզը սա է, եզրակացությունը սա է, բայց հիմա տեսեք, անմիջապես բոլոր դռները բացվեցան եւ ամենու կապերը արձակվեցան, ասենք փառք ես Տեր, ամենու կապերը արձակ, հիմա Սուրբ Հոգին կատարում է բժշկություն այս վայրի մեջ, շարունակությունը։ Բանտապետը երբ արթնացավ, բանտի դռները բացված տեսավ, թուրը քաշեց ինքզինք սպանե, կարծելով թե կապվածները փախել են, բայց Պողոս բարձր ձայնով կանչեց ու սավ, քեզի վնաս մի արաս, անիկա ճրակ ուզեց, ներս վազեց, դողալով Պողոսի ու Շիղայի առջև ընկավ, ես հավատում եմ, որ Տիրոջ առջև ընկավ, համաձայն եք թե չէ, Պողոսի ու Շիղայի միջից զորությունն է գործում, նա մարդու առաջ չէր ծնկի եկե, եւ զանոնք դուրս բերելով ըսավ, բժշկությունը, կարդում եմ, բժշկությունն եմ հիմա կարդում, Տերեր, ինձի ինչ պետք է անել, որ փրկվեմ, ինչից փրկվեմ, այսօր այս հարցը ինձ եւ քեզ այս վայրի մեջ մտահոգում է, Տերեր, ինչ անեմ, որ փրկվեմ, փրկվեմ հիվանդությունից, փրկվեմ իրավիճակից, փրկվեմ տառապանքից, համաձայն եք, որ տենց ասում, ինչ անեմ, որ փրկվեմ, հիմա հայտարարում ավետարանը, եղբայրներ, քույրեր, ականջներս տանք լսելու, սրտներս տանք ընդունելու, անոնքալ ըսին, հավատա Տեր Հիսուս Քրիստոսին, պիտի փրկվես դու եւ քո տունդ, ասենք փառք ես Տեր Աստված, ասենք փառք ես Տեր Աստված, մի հատ էլ ասենք փառք ես Տեր Աստված, նա արժանի է փառքերի, այո, հավատա Տեր Հիսուսին, նայա ճշմարտությունը, ճանապարհը, կյանքը, քրիստոնյա աշխարհը այսօր ունայն բաներ, շատ տեղերում, զբաղմունքներ, մարդկանց չգիտեմ ինչով գրավել, զբաղացնել,
Եղբայրներ, քույրեր, մի ճշմարտություն կա, որը պիտի այսօր դավանեմ իմ մեջ, դավանեմ մարդկանց մեջ, նայա Քրիստոսը, նայա տերերի տերը, նայա թագավորների թագավորը, չկասկածես։ Հիմա ներսդ երկու միտք է գալի, պատերազմա, հիմա պատերազմա այս վայրի մեջ, բայց բռնի ամուր Տիրոջը խոսքը, ասա Տեր, փրկիչը դու ես, նստած տեղում ասա, փրկիչը դու ես, կարդում եմ վերջի համար աղոթք ենք անելու, Հովանու ավետարան 20-րդ գլուխ, Տիրոջ հոգին ներկայա, բացահայտ ներկայա, Հովանու ավետարան 20-րդ գլուխ, 30-31 համարը կարդում եմ, Հովանու 20-30-31, և Հիսուս շատ ուրիշ նշաններ արավ իր աշակերտներու առջև, լսում եք, Տեր Հիսուս շատ ուրիշ նշաններ արավ իր աշակերտներու առջև, որոնք այս գրքի մեջ գրված չեն, եղբայրներ քույրեր, շատ հրաշքներ արե, որ այս գրքի մեջ գրված չի, բայց լսեք հիմա հայտարարությունը, ուշադիր լսեք, խնդրում եմ, ուշադիր լսեք, բայց ասոնք գրվեցան, ինչի համար գրվեցան, ասում է այդ մեկ նպատակը, որը մարդը մեկ պրոբլեմ ունի իր կյանքի մեջ, շարունակությունը կարդում եմ 31 համար, բայց ասոնք գրվեցան, որպեսի հավատաք թե Հիսուսը Քրիստոսն է Աստծո որդին եւ որպեսի հավատալով կյանք ունենաք անոր անունովը կանգնենք ոտքի աղոթքով Տիրոջ առաջ շնորհակալ ենք Տեր Հիսուս ջան